Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերումն է Անտապանն է, եւ այժմ մենք զրուցելու ենք Modus Vivendi կենտրոնի ղեկավար, ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ, պարոն Արա Պապյանի հետ։ Ողջունում եմ պարոն Պապյան, շնորհակալ եմ, որ այժմ մեզ հետ եք։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, առաջին հարցը վերաբերում է Փաշինյանի Ստամբուլյան այցին, ինչ հասկացանք այդ այցի վերաբերյալ պաշտոնական կծկտուր հաղորդագրություններից, այո, բոլորս էլ նայում էինք ինչ են տալի Թուրքիայի լրատվական միջոցները, ինչ էր տալի կառավարությունը, ԱԿՕՍ-ից որոշ տեղեկություններ ստացանք, ձեր ընդհանուր այսպես գաղափարը ինչ տեղի ունեցավ եւ ինչի մասին կարող ենք այսօր խոսել որպես արդյունք։ Ցանկացած այցելություն գնահատելու համար պետք է տեսնել ինչ արդյունքներ կա եւ ձեր արդյունքն արդյունքին է վերաբերում։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ակնկալիք ուներ երկու արդյունքի, որովհետեւ ինքը ընտրապայքարի մեջ է եւ ընտրողներին ինքը ցույց տալու բան է ուզում։ Ինքը ձախողել է արևմտյան ուղղությունը, մենք տեսնում ենք, որ արևմուտքի հետ այսօր չունենք ավելի սերտ հարաբերություններ, քան մինչեւ իր իշխանություն գալը։ Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ ավելի վատացել է, քան էր, հետևաբար մնում է իր համար թուրքական ուղղությունը, որպեսզի ցույց տա երկու բան, եթե կարողանա, մեկը այսպես կոչված խաղաղության պայմանագիր, ասելով որ ես հարաբերությունները բարելավել եմ, տեսեք, ինչպես ինքն է ասում, ավելի ինքնիշխան ենք, ազատվելով Արցախից, մենք խաղաղության ենք հասել, ինքը թուղթ պետք է, որի վերնագիրը լինի խաղաղություն բառը վերնագրի մեջ։ Արդյունք ինչ կլինի դա էական չի, բայց ինքը չասավ ոչինչ, Ալիևը թողեց գնա, ձև անգամ հետը չհանդիպեց, այսինքն գոնե ձևականորեն մի հայտարարության մեջ մի տողել չգրվեց, որ մի քայլ ավել են գնացել։ Մյուս խնդիրը, որ ինքը տարիների վեր խոսում է եւ ուզում է ինչ-որ չափով ավել լուծացնի, հայ-թուրքական հարաբերությունների այսպես կոչված բարելավում է, շատ ծանր գնով մեզ համար, օրինակ սահմանի բացումը, դրան էլ չենք ասել։ Դրա համար դատելով արդյունքներից, արդյունքը իր համար զրոյական է, մեզ համար, հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության համար բացասական։ Այդ դեպքում հարցնում ենք հետևյալ հարցն եմ ուղղում ձեզ, ինչու էր, ինչ նպատակով էր Էրդողանը հրավիրել Փաշինյանին, ինչ արդյունք պետք է ստանար Էրդողանը, փորձենք հասկանալ նրանց արդյունքները, եւ ինչու Փաշինյանը ընդունեց հրավերը, դուք ասում եք, որովհետեւ ամեն ինչ որ վերջանալու է խաղաղությամբ թե փաստաթղթով, որի վրա գրված է խաղաղություն, ոչ բուն խաղաղությամբ, հա երևի։ Խաղաղության մասին փաստաթուղթը եւ խաղաղությունը երկու տարբեր բան են։ Կարելի է 50 հատ փաստաթուղթ ստորագրել, բայց եթե ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտված է, չունենալ այդ խաղաղությունը։ Կարելի է ասել, որ Էրդողանին նույնպես պետք է իր դիվանագիտական բոլոր շփումների համար, որպեսզի էլի այդպիսի փաստաթուղթ լինի, որի վրա գրված լինի խաղաղություն եւ ոնց որ ինքը լինի միջնորդը, ինքը լինի այդ վերջին այդ ատյանը, ոնց որ ես սկսում եմ պատասխանել, թե ինչու էր Էրդողանը կանչում, կներեք ներողություն։ Այն, որ Էրդողանն է հրավիրել, դա հայկական կողմից ավելի շատ տարածվող լուրեր է, բայց կան աղբյուրներ, որ հայկական կողմն է խնդրել Էրդողանին, որ հրավիրի։ Բայց դա դրանք մի կողմ, դա էական չի։ Փաստը մնում է փաստ, որ տեղի է ունեցել հանդիպում։ Այո, Էրդողանը կարիք ուներ այս հանդիպման, որովհետև ինքը եվրոպացիներին եւ արևմուտքին պիտի ցույց տա, որ ինքը եւս խաղաղության կողմնակից է։ Եթե հիշում եք, հենց 3 հայտարարությունները իրենց հայտարարության մեջ այն էր, որ ոչ միայն հարավային Կովկասում, այլ ամբողջ տարածաշրջանում, աշխարհում խաղաղության համար Թուրքիան պայքարող է եւ այլն։ Սեւականորեն այս արում եւ եթե հիշում եք, թուրքական հայտարարության մեջ առաջին հարցը, որը շոշափում էր խաղաղության, դա Իսրայել-Իրան հարցն էր, որովհետեւ Իսրայել Թուրքիա հարաբերությունները շատ ծրված են, ինքը պիտի արևմուտքի առջև արդարանա ասելու համար, որ ես դեմ չեմ Իսրայելին, մենք չէ, ինչ որ բաներ ասում ենք, բայց դա չի նշանակում, որ Իսրայելի դեմ ենք, որովհետև գիտեք Հայաստանի դեմ շատ բան կարելի է խոսել անպատիժ, Իսրայել դեմ
գրեթե դա հնարավոր չի։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին հիշեցնել, մի փոքր ավելի ուշադրություն դարձնեն նախորդ օրը, այսինքն Ալիևի այդ հանդիպման ժամանակ ինչ խոսեցին եւ ինչ քննարկեցին, հետեղից էլ դատողություններ անենք, արդյոք ձգտումը Էրդողանի իբր հարաբերությունները բարելավել ինչքանով է անկեղծ։ Այդտեղ Էրդողանը արտասանեց Խոջալույի ցեղասպանության մասին բանաստեղծություն գրված, հիշեցին Խոջալույի ցեղասպանությունը եւ այլն։ Հաստատ ոնց որ ասած դա բարելավմանը չի օգնել, եթե իրանք մեզ ստիպում են եւ Նիկոլ Փաշինյանը ցավոք սրտի համաձայն է ուրանալ հայոց ցեղասպանությունը, մի ինչ որ պատերազմական միջադեպ, որը հաստատ ցեղասպանություն չէր եւ որի մեջ հայկական զինված ուժերը ներգրավված չէին, առավել եւս հայոց պետականությունը, դրա մասին խոսել բարձրաձայնել էլի պատահականություն չէր։ Հետևաբար, այսպես ասենք, այս այցը մանր փոքր բաներ կտա հաղթաթղթեր կտա Էրդողանի ձեռքը, Նիկոլ Փաշինյանը որևէ բան չի կա։ Իհարկե, հիմա Նիկոլ Փաշինյանը կգա եւ ելույթներ կունենա, այսպես մեծախոս որ գիտեք, աննախադեպ, պատմականորեն, չգիտեմ ինչ, բայց հարցը մնում է հարց, որևէ էական պայմանավորություն տեղի չի ունեցել։ Դուք հիշեցիք նախորդ օրը Էրդողան եւ Ալիև այդ հանդիպումը եւ իրենց ելույթները, Էրդողանը այո ուներ եւս մեկ ձևակերպում, նաեւ որ ասում էր մենք մի սիրտ ենք, մի մարմին ենք, չգիտես ինչ, ասես մենք նույն երազանքները ունենք Ադրբեջանի հետ։ Այդ նույն երազանքների շրջանակներում կարելի է դիտարկել, որ այն բոլոր հարցերը, որոնք Ալիևը բարձրացնում է, Էրդողանը պարզապես փափուկ ձևով հրավիրել է Փաշինյանին եւ ստիպում է հարցից ձևով հարց եմ անում։ Կարող է այդպես լինել, որ Էրդողանը հրավիրել է Փաշինյանին, որպեսզի այսպես բարի ձևով ստանա այն, ինչ կոպիտ ձևով փորձում է ստանալ Ադրբեջանը։ Գիտեք, ամերիկացիները մի ձևակերպում ունեն բարի եւ չար ոստիկանների մասին, հիմա չար ոստիկանը Ալիևն է խաղում, բարի ոստիկանը Էրդողանն է, ինչ որ Էրդողանը անգամ այսպես պապայի մեծ հոր ինչ որ դերակատարություն ունի եւ այլն։ Բայց այստեղ միայն խոսքերը չեն։ Նախիջևանում ընթանում է զորավարժություն ադրբեջանական եւ թուրքական զորքերի մասնակցությամբ եւ որպես ասած հավանական թշնամի կամ թշնամիներից մեկը դա Հայաստանի Հանրապետությունն է հաստատ միաժամանակ ընթանում են այլ զորավարժություններ Կոնյայում հատուկ զորքերի եւ հատուկ բան եւ այլն տարին իրենք մի տասնյակ եւ եթե ոչ ավել զորավարժություններ են անում իրենք ունեն Շուշիի հռչակագիր այ հիմա այդ հարցը ընդհանուր երազել Շուշիի հռչակագրի մեջ հստակ գրված է նպատակները միացյալ բանակի ստեղծում չգիտեմ այդ համաթուրանականություն երկուսն էլ անդամ են եւ առաջավոր անդամ են թուրքական պետությունների անգամ Բաքուն հավակնում է լինել թուրքական պետությունների մայրաքաղաք որտեղ աշխարհագրորեն Թուրքիայի եւ Միջին Ասիայում չէ եւ այլն Գիտեք, վերցնել այս մի օրվա դրվագը եւ դրա վրա շեշտելու քարոզչությունը իշխանական եւ դրանից վերլուծեն սխալ է, որտեղ պիտի նայել, այո, ինչ երազանքներ ունեն, ինչ քայլեր են արել, ինչ հայտարարություններ են։ Չմոռանանք նույն Էրդողանն էր, որ Բաքվում շքերթի ժամանակ 2020 դեկտեմբերին հայտարարեց, որ մեր վերևում թևածում է Էրդողանի կներեք Էնվերի ոգին Մարդը բացահայտորեն Էնվերի ոգու մասին, այսինքն խոսած մեկ ամիս առաջ Անկարայում նոր հուշարձան հուշատախտակ բացվեց Թալիաթին նվիրված եւ այլն դա այն պետությունն է որը ոչ միայն չի դատապարտում իր ցեղասպան անցյալը այլ նաեւ դրանով այսպես պանծացման քաղաքականություն է տանում Հետևաբար այս դրվագը որևէ բան չի տալու, պարզապես գիտեք, ես խորհուրդ կտամ մեր հեռուստադիտողներին ուշադիր նայել Էրդողանի հայացքին, թե ինչ հայացքով է ինքը նայում Փաշինյանին։ Հասկանում եք, դա արհամարանքի եւ զզվանքի հայացք է։ Մեկ նայեք հասկացեք, որովհետեւ ինքը հասկանում է, որ
այդ մարդը իրենց օգտին է խաղում Փաշինյանը, բայց միևնույն է չի կարող իր զգացումները պայել, որովհետև որևէ մեկը անգամ թշնամուն չի արգում, եթե թշնամին ուրանում է սեփական ազգի եւ պետության շահերը։ Դե դա ձեր երևի անձնական։ Այո, դրա համար ես ասած կոչածին նայեք եւ ինքներդ դատողություն արեք։ Եվ դուք հիշատակեցիք Շուշիի այդ իրենց պայմանագիր, ասեմ, ինչ ասեմ, դաշնագիր, հռչակագիր եւ այլն։ Որտեղ է Հայաստանը այդտեղ գտնվում, որպես բարի գուցե Փաշինյանը հասել է նրան, որ Հայաստանը դիտարկում է որպես բարի հարևան, ոչ թշնամի։ Եկեք ես այս դրվագը դրա համար եմ պահել, սա Ակոս թերթն է տալիս այն մի նախադասություն, որը ասվել է Փաշինյանի կողմից այդ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Փաշինյանը ասում է, երբ սկսվել է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը, հարց է առաջացել, կհաջողվի, ապա ասել է, խնդիրները պետք է ճիշտ սահմանեն, մենք քայլ ենք արել ճանապարհի վրա, խնդիրները լուծելու ամենակարևոր ճանապարհը դիմացինին լսելն ու հաջողությանը հավատալն է, հաջողությանը հավատալ, այսինքն Փաշինյանը, ես չեմ ուզում մեկնաբանել իր ասածը, բայց այդ իմ ասած գուցե Հայաստանը կամ հարցս, որտեղ է Հայաստան այդ Շուշիի իրենց դաշնագրի մեջ, գուցե հաջողությանը հավատալը նշանակում է նրանք դիտարկեն Հայաստանը որպես բարի հարևան եւ հաշվի նստեն Հայաստանի շահերի հետ։ Նիկոլ Փաշինյանը այս իր քաղաքականությունը իրականացնում է առնվազն 22 թվականից։ Եթե այն հայտարարությունները դրա նախորդող մոռանանք, ասում եմ առնվազն 22 թվականի, հիմա 20, ասենք առնվազն 2.5-3 տարի։ Ամբողջովին համաձայն է բոլոր պայմանների հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի 17 կետանոց պահանջ են ներկայացրել, համաձայնել է նոր պահանջ են ներկայացրել, էլի համաձայնել սահմանադրության փոփոխություն եւ այլն։ Հիմա ասում եմ հաջողություն։ Եկեք մի հատ հասկանանք ուր է այդ հաջողությունը։ Միակ հաջողությունը ուզում էին ցույց տալ այն էր, որ հայ-թուրքական սահմանը բացվի երրորդ երկրի քաղաքացիների համար, դա էլ չկա։ Մենք երբ որ նայում ենք Թուրքիա-Ադրբեջանի հայտարարություններին, պաշտոնական անձանց փաստաթղթերին, Հայաստանը չի դիտարկվում որպես բարի հարևան։ Հայաստանը ընդհանրապես դիտարկվում է որպես թիրախ։ Երբ որ մենք նայում ենք այն քարտեզներին, որոնք իրենք տարածում են, խոսում են հատկապես Ադրբեջանը, որտեղ Թուրքիան մի քիչ ավելի զուսպ է իրան պահում, դեռ ես վստահ եմ, Թուրքիան լրիվ համաձայն է ադրբեջանական քաղաքականության հետ, պարզապես մի քիչ ուզում հարաբերությունները փչացնի արևմուտքի հետ։ Ալիևը արդեն փչացել է, ոնց որ ասած ջուրն ընկած անձրևից չի վախենում։ Այդ պաշտոնապես աջակցող արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ այդ ամբողջ գործունեությունը, կազմակերպությունը, պահանջը, արդյոք դա բարի դրացիություն է, ոչ, դա քողարկված ծավալապաշտություն է, որտեղ բոլորը հասկանում են, որ եթե խոսքը գնում է ինչպես ենք 300,000 ադրբեջանցիների վերադարձ իրենց պատմական հայրենիք եւ նրանց ամենաանվտանգության ապահովման երաշխիքներ եւ չապահովելու դեպքում մենք ենք, մենք ասելով նկատի Թուրքիան եւ Ադրբեջանն ենք դա անելու, այսինքն զորք ենք մտցնելու, դա ոչ խաղաղության, ոչ էլ բարի դրացիության մասին է։ Նիկոլ Փաշինյանը իր ենթադրածները, իր ցանկությունները, այդ որ ասում է հավատանք, այդ իր հավատը դնում է քաղաքականության հիմք եւ նրանց կողմից էլ անկանում։ Երբ որ ինքը ասում է Արաքսից այն կողմ արևմտյան Հայաստան չի, այլ Թուրքիա, իսկ արդյոք Թուրքիան ասում է, որ Արաքսից հյուսիս դա Հայաստան է եւ Ադրբեջան չի։ Մենք նման բան չենք լսել։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք որևէ տարածքային պահանջ չունենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, թե որևէ մեկը նման լիազորություն իրեն չի տվել, արդյոք լսել ենք երբևէ Ալիևը նման բան ասի, չի ասել։ Իսկ քաղաքականության եւ դիվանագիտության մեջ ամենակարևոր սկզբունքներից մեկը դա փոխադարձությունն է։ Մենք այդ փոխադարձությունը չենք տեսնում, ընդհակառակը մենք տեսնում ենք, որ ամեն հետքայլին հաջորդում է երկու քայլն իրենց կողմից երկու պահանջի ավելացում։ Կրկնում եմ, 17 պահանջ ընդունելուց հետո նրանք պաշտոնապես 2-3 առաջ քաշեցին, մի քանի հատ էլ արևմտյան կազմակերպության անունի կողմից։
Արևմտյան Ադրբեջան կազմակերպության։ Այսինքն, այսպես որպեսի ամփոփենք, ինքնախաբեությամբ չի կարելի զբաղվել, ասում եք դուք, եւ զգոնությունը չի կարելի ոչ մի Այո, հիմա այստեղ կարող է հարց առաջանալ, ինչու է Նիկոլ Փաշինյանը անում։ Նիկոլ Փաշինյանը անում է իր աթոռը պահելու համար։ Ինքը, հիշում եք, մի ֆիլմ կար սովետական, это сладкое слово свобода, այդ քաղցր բառը ազատություն, Չիլի կոմունիստների բառն է։ Հիմա կա մի շատ քաղցր բառ խաղաղություն։ Ինքը այդ խաղաղություն բառն է ծախում։ Ինքը գալու է, ինչպես Չեմբերլենը եկավ ժամանակին եւ sense թուղթեր ցույց տալի այդ Մյունխենի դավաճանակը, որ ես ձեզ խաղաղություն բերեցի առաջիկա 20 տարի համար, ինքը գալու է ասել է բոլոր այս կուսակցությունները Մևերրա, բոլորը պատերազմի կողմ են, ասում են, չէ, այ որ սասնածռերը կան իշխանության պատերազմ կլինի, մենք խաղաղություն ենք բերելու, դրանից հետո երկու պատերազմ եղավ, երկուսում էլ ջախջախիչ պարտություն կրեցինք։ Հիմա նույնը ինքը անելու, ինչի է դանում, որտեղ ցավոք սրտի ժողովրդի մեծ մասը այդ կուտը ուտելու է։ Այդ կուտը ուտելու է 26 թվին, ինքը ասել ես բերում եմ դες խաղաղություն, տեսեք իրանց թեզը ինչ է, դե կռիվ եք ուզում, իբր իրանց բերած է խաղաղությունը, մյուսներն ասում են դե կռիվ եք ուզում, երբ որ ժողովուրդը չի կարողանում խորանը դրա մեջ, չի հասկանում, ուղղակի չունի այդ հո իրենք մերպես ամեն օր չեն նստում, կարդում, վերլուծում, մարդիկ իրանց առօրյա հացն են ազիվ վաստակում։ Եվ բնականաբար երբ որ դու մարդուն ասում ես դու խաղաղություն ես ուզում, թե պատերազմ, ասում է խաղաղություն, դու բարի դրացություն ես ուզում, թե պատերազմ, ասում է բարի դրացություն, բայց իրականության մեջ են սա, ինքնան կեղծիք են, իրանք սին հույսեր են ծախում ժողովրդին։ Դրա համար շատ բան է, խաղաղության համար մենք ասել ենք, դու պիտի ունենաս դաշնակից, օրինակ եմ, Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ։ Իսկ մենք տեսնում ենք, չէ, այս պատերազմների մեջ ով է հաղթում, նա ով ունի դաշնակիցներ եւ ով ունի աջակցություն։ Իսկ Հայաստանը միայնակ չի կարող դիմակայել ոչ Ադրբեջանին, ոչ էլ Թուրքիային։ Եվս ակուսից մի դրվագ Փաշինյանի խոսքից սա այս հանդիպումը, այո, բոլորս գիտենք, Իրան-Իսրայել այդ պատերազմ կարելի ասել, բոլոր շատերն ասում են հակամարտություն, ստե պատերազմից էլ ավել է այդ շրջանակներում է։ Փաշինյանը ասում է, կարևոր է նման հանդիպում անցկացնել միջազգային զարգացումների արկայության դեպքում, նկատի ունի այս իրավիճակում, այս շրջանակներում կան նոր հարաբերություններ զարգացնելու հնարավորություն։ Սա ակնարկ է արդյոք, որ գուցե այս իրավիճակում Իսրայել-Իրան այս թեժ վիճակում մենք կարևոր ենք դարձել Թուրքիայի համար եւ Թուրքիան հրավիրել է ինձ եւ մենք ինչ-որ կարևոր բաների մասին պետք է պայմանավորվենք կապված այդ տարածաշրջանային իրադարձությունների հետ։ Բանակցությունները սակարկություններ են։ Այսինքն դու ինչ-որ մի բան զիջում ես, ինչ-որ մի բան ստանում ես։ Հայաստանը երկու հաղթաթուղթ ուներ Թուրքիայի հետ բանակցելու։ Դա մեկը ցեղասպանության ճանաչման հարցն էր, դատապարտման եւ հատուցումների հարցը, մյուսը տարածքային հարցը։ Երկու հարցում էլ Նիկոլ Փաշինյանը արդեն զիջել է ոչինչ չստանալով։ Ինչի Թուրքիան պիտի ինչ-որ իր դիրքորոշում փոխի։ Արդեն ստացել է ինչ-որ պետք է։ Սա է հարցը, այսինքն մարդիկ տարական պատկերացում անգամ չունեն բանակցությունների մասին, դրանք սովորացնում են, դրա համար պետք էր մի երկու համալսարան ավարտել այդ մասնագիտությամբ, լավագույն ոչ հայաստանյան, որ հասկանալ ոնց են բանակցում, ինքը չի հասկանում որևէ բան, ինքը իր հաղթաթղթերը արդեն տվել է, իր հետ որևէ մեկը հաշվի չի նստելու։ Հայոց ցեղասպանության հարցը եւ այդ հարցը անընդհատ բարձրացնելը եւ պահանջատիրության հարցը Հայաստանին դնում էր աշխարհի առումով կարևորագույն երկրների ցանկում եւ եթե Հայաստանը անհամեմատ ավելի մեծ տեղեր գրավում աշխարհակաղակական հարաբերություններում իր տնտեսության, տարածքի բնակչության հետ անհամեմատելորեն դա հենց դա էր, որտեվ կային այս երկու հարցը, հայոց ցեղասպանության հարցը եւ հայոց պահանջատիրության հարցը։ Այսօր այդ երկուսը Նիկոլ Փաշինյանը, ասենք, համարյա թաղել է։ Հետևաբար Հայաստանը վերածվում է մի բանդուստանի, որը ոչ մեկին ընդհանրապես չի հետաքրքրվելու։ Որևէ մեկին Հայաստան այդ առումով պետք չի լինելու, որովհետև այս երկու նշածս հարցերը սրանք հարցեր էին, որոնք այդ երկրների շատերի վրա մեղքի եւ պատասխանատվության զգացողություն եւ ինչ որ քայլեր անելու, դա հնարավորություն էր տալիս Թուրքիայի վրա լծակներ օգտագործելու եւ այլն։ Դա հնարավորություն էր տալիս այդ հարցերը օգտագործելու տարբեր այդ միջազգային ֆորումների մեջ։ Հիմա Հայաստանը եթե դրանք չունի, Հայաստանը 2.5 միլիոն բնակչությամբ 29,000 քառակուսի կիլոմետր ելք ունենալով դեպի ծով ինքը ինչի՞ պիտի հետաքրքրի աշխարհում որևէ մեկին, որևէ մի լուրջ երկրի,
Հա, մի հարց էլ կար, որ էլի հետաքրքրում է, դա Հայաստանը որպես առաջին քրիստոնյա պետությունն էլ էդ էլ է ուզում թաղածելնի։ Հիմա անգելա դրա հետևից, այն երկուսը համարում է, որ բարեհաջող ձևով թաղեց, ինքը բոլոր են հաղթաթղթերը, որը մեզ համար կարևոր են եւ կարող են օգտագործվել հօգուտ Հայաստանի, ինքը ոչնչացնելով հերթով գնում է։ Եվ սա է, որ շատերն ասում են, ինքը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը եւ ինչ որտեղ էլ ռուսական, հենց դա է, որտեղ 100 անգամ եմ ասել, Աստվածաշնչյան ճշմարտությունից ծառը պտուղից է իմացվում։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասում, ինչ է խոսում, կարևոր է, բայց առաջնային չի, ասենք, արևմուտքի հետ հարաբերությունները լավացնենք, ժողովրդավարություն, ոչ ժողովրդավարություն ունենք, մարդուն մի նախադասության համար ձգելով, ենթադրելով, չգիտեմ ինչ, կարան կալանքի ենթարկեն, ոչ տնտեսական զարգացում ունենք, առաջ մեր թիվ 1 գործընկերը առևտրային Եվրոմիությունն էր։ Բայց հիմա Ռուսաստանն է, այդ ո՞նց եղավ հակառուս Նիկոլի օրոք Ռուսաստանի դերակատարությունը գնալով տարեստարի շատացավ Հայաստանում։ Ինչու է նա դա անում ըստ ձեզ։ Անում իր աթոռը պահելու համար, դա իր նպատակակետն է։ Դա ո՞նց է պահում դրանով իր աթոռը։ Ոնց, օրինակ։ Նայեք, երբ որ 18-ին ինքը եկավ իշխանության, ես մի պահ մտքումս եւ որոշ հատարկություն իրեն աջակցել էի մտածելով հետեւյալ, իրեն վաղուց եմ ճանաչում, առանձնապես մեծ հույսեր չունեի, որ քանի իշխանությունը ոնց որ առերես խարսխված է ժողովրդի աջակցության վրա, ինքը կարողանա ավելի անկախ քաղաքականություն իրականացնել Ռուսաստանից եւ այլն։ Հիմա ոնց է, ինքը Նիկոլ Փաշինյանը լավ է հասկանում, որ իր իշխանությունը այլևս չունի ժողովրդային աջակցություն, ինքը պետք է դրսի աջակցություն ունենա, դրսի ուժերի աջակցությունն ունենա։ Ինքը մինչև վերջերս հույսը Ռուսաստանի վրա էր, բայց հաստատացավ, որ Ռուսաստանն էլ անգամ էս իր վերջի ռևերանսներից հետո միևնույնն է չի խափում, հիմա Թուրքիայի վրա։ Այդպես է ինքանում, ինքը սպասում է։ Հետո չպետք է մոռանալ, որ բանը Նիկոլ Փաշինյանը չունի ոչ փորձ, ոչ գիտելիք, հասկանում եք, հիմա ինչու է դա անում որը։ Հիմա պատկերացրեք ինձ մեկը ջութակ կա կամ դաշնամուրի առջև դնի, ասի մի հատ լավ նվագի։ Շատերի համար դա շատ հեշտ է։ Ես չեմ կարող։ Ես չունեմ դրա ոչ աստվածատուր շնորհքը, ոչ փորձը, ոչ ուսումը։ Հիմա այդ մարդը այդ ծև է։ Եվ ցավոք սրտի այսօր քաղաքական դաշտում լիքը նման մարդիկ կան, որոնք քաղաքական բաժակաճառերի մեջ են, ոչ փորձ ունեն, ոչ գիտելիք, բայց այստեղ վատը որն է ընդհանրապես 21-րդ դարի քաղաքականության մեջ վատը այն է, եւ մենք տեսնում ենք նաեւ Հայաստանից դուրս էս բանը, այս ամբողջավարական բանը, այսինքն ով որ ավելի լավ շնորհք ունի ժողովրդի սրտի ուզածը բարձրացնելու խոստումներ տալու, ժողովուրդը նրան էլ քվե է տալի։ Այս քվեարկության այս համակարգը, որը կա, այստեղ իր մեջ մեծ թերություն ունի, որովհետև այս տեխնոլոգիական հնարավորությունները հնարավորություն են տալի ժողովրդին հանգիստ խաբելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, ինչու չես անում, հիմա տեսեք իր առաջ քաղաքականությունը եւ իր հռչակած քաղաքականությունը լրիվ տարբեր են։ Չկա պատասխանատվության պահը։ Հետ կան չի, օրինակ անգամ ՍՍՄ սահմանադրության մեջ պատգամավորների օրինակ հետ կան չի կետ կար։ Այսինքն որ կարելիներ հնարավորներ կանչեր։ Արևմուտքում այդ կետը չկա շատ հաճախ, բայց այդտեղ պատասխանատվություն կա։ Մենք լսում ենք, որ այսինչը հրաժարական տվեց, չգիտեմ, վարչապետը եկա Բրիտանիայի 3-4 ամիս հետո հրաժարական տվեց, որտեղ ինչ որ բաներ խոստում տվել, որ անել չկարողացավ իրականացնել։ Հաշվետվությունների մեխանիզմ կա, հաշվետվություն։ Հա, այսինքն եւ իր ներկուսակցական նաեւ պատասխանատվության հարցը կա։ Այսօր ԿՊ-ն ինչ է, ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանի տնամերձն է։ Ոնց ուզում ով վարվում ով մուզիկա հանի ու մուզիկա նշանակի եւ մենք ունենք կուսակցապետություն Հայաստանում, բայց որը ավելի վատ է, քան ՍՍՄ տարիների կուսակցապետությունը, որտեղ ՍՍՄ տարիներին գոնե Պոլիտբյուրո կար, մի քանի հոգի էին։ Այսօր Պոլիտբյուրոն Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են։ Ես մի փոքրիկ ինֆորմացիա փոխանցեմ։ Պետերբուրգում տնտեսական ֆորում էր եւ այնտեղ Հայաստանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչ Գոհար Բարսեղյանը այսպիսի թվեր ներկայացրեց, որ Ռուսաստանը բավարարում է Հայաստանի զգայուն ապրանքների, ինչպիսիք են ցորենը, շաքարավազը, բուսական յուղը, կարիքների մինչև 95%-ը։ ԵԱՏՄ
ներողություն, սա ԵԱՏՄ նախարար ներկայացուցիչ ասեց։ Իսկ Գոհար Բարսեղյանը ասեց, Հայաստանն էլ ապահովում է մրգերի, բանջարեղենի եւ վերամշակված արտադրանքի անխափան մատակարարումը։ Նախ այդ անխափան բառը մի քիչ անհանգստացնող է, որովհետեւ մենք գիտենք, որ լավ էլ խափանվում են եւ մեր մեքենաները ինչ վիճակում են այս պահին հենց Լարսում գտնվում, 95%-ը մինչեւ եթե զգայուն ապրանքների մատակարարվում է Ռուսաստանից, սննդի անվտանգության հարցը ո՞նց է լուծվում Հայաստանում։ Դա հենց իմ ասածն է, որ ես մի քանի րոպե առաջ ասացի, այդ ոնց եղավ, որ հակառուսնի կոլորից մեր տնտեսական կախվածությունն ավելի շատացավ։ Փոխանակ դիվերսիֆիկացիայի ենթարկվեր ոչ միայն ձեթի, ցորենի, ասենք վառելիքի, այլ նաև այլ ապրանքները, շատ երկրներում կա օրենքով է դա կարգավորվում, ավելի վատացավ եւ դրա համար դա անվտանգության, ընդհանրապես բարենային անվտանգության կարևորագույն հարց է։ Նիկոլ Փաշինյանը առաջի քայլերից մեկը հիշեցնեմ, դա գյուղատնտեսության նախարարության լուծարումն էր։ Այսինքն աշխարհը, որ այսօր խնդիր ունի ընդհանրապես սննդի բան, ես Կանադայի փորձը գիտեմ, այնտեղ պարբերաբար իշխանությունը վարկավորում է բավականին էժան եւ գնումներ է կատարում ցորենի արտադրության։ Իրանք այդ ցորենի կարիքը չունեն արտանում։ Երբ որ հարց է տալի իշխանությունը, իսկ ինչու է դա ամեն անում, որտեղ ասում են, այս տարի բերքը լավ է, մենք կարիք չունենք, բայց պիտի առնենք, որ ինքը շարունակի ֆերմերը դա անել, հաջորդ տարի կարող է բերքը վատ լինի, բայց մենք ունենանք պայստավոր, այսինքն որպեսզի չհրաժարվի ֆերմերը։ Մեզ մոտ այդ բանը չկա, մենք չենք տեսնում։ Հիմա ձեր ասացի նման խափանվել է, այդ ծիրանը հիմա, չգիտեմ, ավտոների մեջ ինչ վիճակի է լինելու։ Ասում են վառելիքը վերջացել է, անգամ իրենց սառնարանները այլևս չեն աշխատում, իսկ իրենց պահում են փաստաթղթերը չեն տալիս, որ գոնե հետ բերեն, եւ այդ ամեն ինչը այնտեղ փթում է։ Հիմա պատկերացրեք, սա նշանակում է, որ այսպես շղթայական ձևով իրենք այդ ընկերությունները արտահանող կորցնելու են հսկայական փողեր, չեն կարողանալու գյուղացուն վճարել, դատու դատաստաններ սկսելու, գյուղացին չի կարողանալու վարկերը վճարել եւ այլն։ Դրա համար ինչ է պահում իշխանություն ու կառավարություն իրաց աշխատավարձ տալի եւ հենց դրա համար բավոր պիտի կարգավորեն։ Այստեղ ուրիշ հարց է։ Նաեւ Արցախի ժամանակավոր կորուստից հետո չմոռանանք, որ Արցախը բավականին այսպես հատկապես գարի ցորեն եւ այլն ինչ-որ մաս էր կազմում։ Եվ այդ հարցը մեր մոտ ավելի լրջացավ։ Դրա համար իշխանությունները պիտի ինչ-որ քայլեր անեն, չեն անում։ Գիտեք, ավելի շատ ամբողջ քաղաքականությունը այս իշխանությունի ցուցադրականության մեջ է, ինչ կարելի է, ասենքն ցույց տալ ժողովրդին, բանալ, իրաց մոտ այդ լավ է ստացվում, PR-ը, բանը եւ այլն, բայց երբ որ մենք նայում ենք նույն օրենքների փոփոխությանը, դա ի վնաս է ժողովրդին, որտեղ փոքր եւ միջին բիզնեսը իրանց վերած օրենքներով շատ ավելի վատ է։ Ասենք պատկերացրեք, հաստատակ գրված, չէ՞ որ հարկերը փոխվեցին շրջանառու միջոցներով, ինչ է նշանակում գյուղական այդ փոքր խանութը, ասենք շրջանառու, ասենք հարկը տալը։ Դա նախ այդ ամբողջը մի հսկայական հաշվապահություն է, դա ՀԴՄ-ների համակարգը, որը պիտի ախափան, չգիտեմ, ինտերնետ ու կապի միջոց աշխատի։ Դեռ 6 ամիս է անցել, ինչ սկսել է գործել դա եւ արդեն արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց մենք հիմա պատրաստելու ենք կլոր սեղաններ գործարարների հետ, աղետալի է վիճակը։ Իհարկե աղետալի է, որովհետև գյուղերում մենք գիտենք, չէ՞, ոնց է այնտեղ շատ բաներ այդ խանութը ապառիկով տալիս է, ասում հերես կգա տարեվերջին խոպանից կփակենք այդ ծևա։ Հիմա երբ որ դու իրեն ստիպում ես ինքը ՀԴՄ-ով այդ ամբողջը ծևակերպի։ Դե ոչ միայն ՀԴՄ-ի հարցն է, այո, դու։ Այո, շրջան, բայց այդ օրինակ ինքը պետության, այսինքն հարկերը պիտի վճարի մի բանից, որը դե յուր է ծախել է իբր, բայց դե ֆակտո չի ծախել, ինքը այդ փողը պիտի ստանա հետո։ Այո։ Եվ շատ ասածը սենա, որ այս սրանց ասածը ոչ միայն չեն օգնում այդ կայացմանը փոքր ու միջին բիզնեսին, որը սերտորեն կապված է բարենային անվտանգության հետ։ Ի վերջո գյուղն է դա ապահովելու, այլ նաև ընդհակառակ օրենքներ են ընդունում, որը շատ ավելի վատացնում է։ Ես ուզում եմ անպայման ներողություն խնդրել, որ աղբյուրը սխալ նշեցի, բայց այդ 95%-ը հնչել է հենց Պետերբուրգի տնտեսական ֆորումում եւ հայկական կողմը չի շղթել, այսինքն աղբյուրը այստեղ արդեն կարևոր չէ, կարևորը որ թիվը այդպես է, դա պաշտոնական թիվ է եւ պաշտոնական
վերադարձել նա, որ մենք անխափան մատակարարում ենք բանջարեղեն եւ միրգ, որը եւս վիրավորական է, էլի Հայաստանի։ Ուրիշ բան չունեինք մենակ Ռուսաստան մատակարարել։ Միրգ, բանջարեղեն, վերամշակված արտադրանքի անխափան մատակարարում։ Այո, բայց եթե համեմատենք նույն Ուզբեկստանի հետ, Ադրբեջանի հետ, շատ ավելի դա քիչ է։ Ամփոփելու բան չունենք, տխուր է վիճակը, պետք է ինչը պետք անել, պետք է ժողովուրդը պետք է մտածի, ժողովրդին հետևություն պիտի անի, այսինքն Նիկոլ Փաշինյանը, որ իրեն մեղադրում են եւ ճիշտ են մեղադրում, որ դու ինչ անում ես դրա լիազորություն չունես, ասում է 26 թվին դուք կտեսնեք, որ ժողովուրդը ինձանից գոհ է եւ այդ լիազորություններն ունեմ, ես լավ եմ հասկանում, դե ժողովուրդ ցույց տու որ գոհ չես, անգամ փողոց չես դուրս գալի, հասկացանք, բայց ընտրություններին գոնե մի տուր քվեդ այդ մարդուն, այդ մարդը ձեզ առաջին հերթին ձեզ վատություն անում, ինչ չի անում, ես ոչ փոքր բիզնես ունեմ, ոչ էլ մեծ բիզնես ունեմ, ոչ էլ չգիտեմ ինչ բան, դուք եք տուժում, ձեր ապրուստն է, դե լավ չեք մտածում հայրենիքի մասին, այսպես, որտեվ գուցե դրա համար դա վերացական է, չգիտեմ, Արցախը, Հայաստանի տարածքները, Թուրքիան, բայց գոնե ձեր օրվա հացի մասին մտածեք։ Մի փոքրիկ նյուանս էլ այդ հանդիպման ժամանակ հայկական հայ համայնքի հետ Փաշինյանը ասաց, որ նպատակ ունի հանդիպումը մինչ Էրդողանի հետ հանդիպումն էր, նպատակ ունի Էրդողանին հրավիրել այդ 26 թվականին Հայաստանում այդ ֆորումի, եվրոպական ֆորումին մասնակցելու համար։ Հետաքրքիր է այդ մասին խոսք չեղավ իհարկե պաշտոնական լրահոսից, հետաքրքիր է նա իհարկե հրավիրել է, Էրդողանը գալու է թե չի գալու, ինչ եք կարծում։ Դեռ Էրդողանի ողջ մնալու հարցը կա մեկ, դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու հարցը կա երկու, եւ երրորդը ցեր մարդիկ ով եկավ, որ վարչապետը եկավ Հունգարիայի վարչապետ Օրբանը եւ եկավ Սլովակիայի վարչապետը, որոնք երկուսն էլ Եվրոմիությունում համարվում են այսպես պուտինական հակա-հայաստանյան ուժեր։ Այսինքն ծախս արեցին, մի քանի միլիոն դոլար փող ծախսեցին, ես որպես հարկատու դեմ եմ այդ հիմարությանը։ Դա հիմարությունը, որ հավաքվում է, ես շփվել եմ այդ մարդկանց հետ, իրանք են եկել շատերի իմ այդ հանդիպման։ Չինաստանից մյուս տեղից բան, իրանք էլ չեն հասկանում, թե ինչի համար են այս ամբողջ ծախսերը անում Հայաստանը, որտեվ հստակ բաներ չկա։ Ուղղակի գիտեք ինչ, որ այս ամբողջը PR է, որ այսքան երկրից մարդերն եկել, սա են արել եւ ձեռդ էլ փող ուտել է, որտեվ այդ բոլոր պատվերները, որ գնում են, սկսած հյուրանոցներից, քեթերինգից, սնունդից, մյուսին, այդ իրանց ընկերությունների միջոցով են այդ անում, այդ ամբողջը։ Հիմա ես ում հարց տամ, այդքան միլիոն ծախսելուց հետո եթե օրինակ գումարը քիչ ծախսվեր, գուցեև կարելի ասել, որտեղ դու ներդրումից ինչ, պետք է հսկայական գումարներ են, ասենք, ինչ հաստատছে Հայաստանը։ Արդյոք որևէ միջազգային մամուլում դրան մասին անգամ վարկանիշի բարձրացում։ Ու այդ վարկանիշի բարձրացումը։ Երկու հատ ինձ լուրջ թերթ ցույց տվեք, որ դրա մասին անգամ հոդված են տպել։ Դուք դա անգամ այդ չեք կարողանում կազմակերպել։ Եվ ձեր նշած ուրեմն պաշտոնյաները, որ եկել են, շատերը ասում են դա ոնց որ Ռուսաստանի ներկայությունն էին ապահովել։ Ահա դա էլ էլի վարկանիշի, դա դատական վարկանիշի անկում է այսօր, բայց գոնե եթե օրինակ համար կարողանային մի քանի լուրջ լրատվականներով ապահովեին ոնց որ ասած դրա լուսաբանումը, որ օրինակ Հայաստանի տեղը իմանային միլիոնավոր մարդիկ եւ այլն, չկա այդ որևէ բանը, ես չգիտեմ ինչ չի պատահել որևէ անդրադարձ, ոնց որ ասած իրանք բերել են, իրանք գովացել են, իրենք լսել են եւ այդ ռուսական պահն էլ որ կա, առավել եւ այս պատական չասացի Հունգարիայի եւ Սլովակիայի վարչապետները, դրանք մարդիկ են, որոնց ներկայությունը ի վնաս Հայաստանի է։ Հիմա ուզում են Էրդողանին բերի, ասեն որ էլի վատ է, որովհետեւ դա հանգեցնում է Հայաստանի վարկի անկում, որտեվ մեզ ընկալում են մի ժողովուրդ, որը արժանապատվություն չունի եւ ուրանում է սեփական պատմությունը, սեփական իրավունքները, ոնց որ ասած օրվա կենցաղային հարցերի համար եւ անվտանգությանը չշփոթել սա, որովհետեւ դա չի բերելու անվտանգության։ Էրդողանն ու Ասադը եղբայրներ են, այդ տոլմա էին ուտում ընտանիքներով, բայց Էրդողանը պահը չկորցրեց, այսօր էլ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում, Ասադն էլ փախել է Մոսկվաները, որևէ մեկը չմտածի, որ այս հանդիպումները բերելու են նրան, որ Էրդողանին զսպեն, Էրդողանին չեն զսպելու։ Շնորհակալ եմ, Գովազդ ենք հրատարակում եթերում եւ Գովազդից հետո անդրադառնում ենք Իսրայել-Իրան վերջին ուրեմն զարգացումներին եւ
այն վտանգները մեկ անգամ եւս ձեր մեկնաբանությամբ լսենք ձեր մեկնաբանությունը հնարավոր վտանգների, իսկ գուցե հնարավորությունների, տեսեք Փաշինյանը ասում է այս իրավիճակում կարելի է բանակցել եւ հետաքրքիր հնարավորություններ ունենալ։ Գովազդի եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Արա Պապյանի հետ, Modus Vivendi կենտրոնի ղեկավար, ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ։ Պարոն Պապյան, եվրոպական երկրների մի շարք երկրների ներկայացուցիչների հետ Իրանը արդեն երկխոսության մեջ է, գիտենք, որ երկխոսել են, դրական են գնահատում, բայց Իրանը պահանջում է, որ բանակցությունները կարող են շարունակվել եւ լինել որովհետեւ բանակցություններ Իրանի հետ, եթե Իսրայելը դադարեցնի կրակը։
Թրամփը հայտարարել է, որ չի կարող ներազդել նպատակահարմար չի գտնում ներազդել Իսրայելի վրա, որ կրակը դադարեցնի, որովհետև Թրամփի բնորոշմամբ Իսրայելի վիճակը գործերը լավ են գնում, Իրանինը վատ։ Ահա, այսպիսի իրավիճակ։ Իսրայելը չի դադարեցնի, որովհետև Իսրայելին հաջողվել է ոչնչացնել Իրանի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանությունը ամբողջովին։ Այսօր 24 ժամ շարունակ արդեն 4-րդ օրն է իսրայելական օդուժը ոչնչացնում է Իրանի կարևորագույն ռազմական բազաները, կետերը եւ այլն, եւ դա շարունակելու է։ Բնական է, Իսրայելը շարունակել է օգտվել այս վիճակը, գերակայություն ունի բացարձակ այդ գերակայություն ունի, ոչինչ չի կարող Իրանը անել։ Իրենք աղալու են, մաղելու են, գնալու են, որովհետեւ ինչն է նպատակը Իսրայելի։ Նպատակը առաջին նպատակ ոչնչացնել Իրանի ռազմական կարողությունը եւ խաղաղությունը ասում։ Ի տարբերություն մեզ Իսրայելը չի բավարարվի հայտարարությամբ միայն, որ պատրաստ է։ Ասում է դիմացինս ինչ չի ճանաչում, իսկ Իրանը չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը, հետեւաբար ես պիտի զրկեմ նրան բոլոր կարողություններից ինձ ոչնչացնելու։ Միակ կարողությունը, որ Իրանը հնարավորություն ուներ ոչնչացնելու Իսրայելին, դա եթե ձեռք բերել ատոմային զենք։ Դրա համար հիմա բոլոր կարողությունները ոչնչացնել։ Մի խնդիր ունի Իսրայելը, որը դեռևս չի կարողանում լուծել, դա այսպես կոչված այդ Ֆարդա կենտրոնի ոչնչացումն է, որը սարի մեջ է փորած մոտ 100 մետր խորության վրա եւ այլն, ինքը դրա կարողությունները չունի։ Թրամփի դիրքորոշումը ես դրանով է պայմանավորված։ Թրամփը չի կարողանում որոշի արդյոք Միացյալ Նահանգները մասնակցեն թե չէ, որովհետեւ մասնակցությունը շատ կարևոր է, այն ռումբի տեսակները 10-ից 15 տոնանոց, որ ունեն աշխարհում գոյություն ունի միայն Միացյալ Նահանգները, դրանք հատուկ հրթիռներ են եւ այլն, որոնցով հնարավոր է ոչնչացնել։ Եթե Ամերիկան չմասնակցի, ուրեմն Իսրայելը շարունակելու ավելի երկար, եւ այսօր Բոլտոնին է լսում, Բոլտոնը շատ պարզ ասեց. Իսրայելը այլ ճար չունի, բացարձակությամբ երկար օրեր շարունակ այդ կետը ռմբակոծելու, հրթիռակոծելու արտաքին կենսապահովման միջոցները ոչնչացրեց, օդափոխման համակարգ, էլեկտրական սնուցման եւ այլն, այս տարբեր։ Բայց չէ՞ որ Իրանը չի նստում, սպասում ոնց է նա ամեն օր ռմբահարում, դա ինքնասպանություն են որակում ոմանք Իսրայելի համար։ Ասում են չէ՞ որ Իրանը հակադարձ գործողություն է անում։ Այո, բայց Իրանի հակադարձ գործողությունը չի բերում Իսրայելի ոչնչացման։ Առ այսօր պաշտոնապես 24 հոգի ազով է։ Գուցե ոչ պաշտոնապես 3 անգամ ավել։ Թող այս ամբողջը բերի նրան, որ մի քանի 100 իսրայելցի կզոհվի։ Դա ինչ է Իսրայելին։ Իրանը ասում է ես խնդիր չեմ դրել մարդկանց զոհեր, հակառակը մենք ամեն ինչ անում ենք ճշգրտությամբ, որպեսզի մարդկային զոհերը չլինեն, բայց մենք խփում ենք թիրախային։ Այսինքն Իրանի կողմից։ Թիրախային շարունակի, որ թիրախային խփումը ինչա ձեռգուր է տնկել ուզում է խաղաղություն ստորագրի։ Թրամփը մասնակցելու է ձեզ թվում է այդ երկու շաբաթը այո։ Իմ կարծիքով այո, որովհետև Թրամփի վրա ներամերիկյան ճնշումը բարձրանում է մեկ, ռազմական մասնակիցները իրանն էլ դա բացատրում են։ Հիմա դրանք մի կողմ Իսրայելին, իրանք ասում են այսպես. մեզ պետք է որ Իրանը ատոմային զենք ունենա, պետք չի։ Կա համաշխարհային կոնսենսուս, որ Իրանը չպետք է ունենա ատոմային զենք։ Կա, ուրեմն պիտի զրկենք Իրանին այդ կարողությունից։ Ստեղ ուրիշ հարց է։ Իրանի հիմա կանք Իրանի հակառակ։ Իրանն ասում է ես այս անում եմ խաղաղ նպատակների համար։ Ասում են խաղաղ նպատակների համար մինչև 2% հարստացում պետուրանիումի, դու ինչ ես 60% անում։ Կա ամերիկյան արդեն տարիների վեր առաջարկ ամիսների վեր դա միջազգային կոնսորցիումի ստեղծումն է եւ հարստացված ուրանիումի տրամադրումը այն երկրներին միջին արևելքում, ովքեր կունենան ատոմային կայաններ, այսինքն հիմա Հայաստանը ունի չէ ատոմային կայան։ Մենք բայց ուրանիում չենք հարստացնում։ Մենք առնում ենք դրսից բերում ենք։ Հիմա նրանք ասում են Իրանն են ասում, ուզում ես ունեցի, բայց մի հարստացու։ Այստեղ որևէ մեկը Իրանի ատոմային ծրագրի դեմ չի, Իրանի ատոմների հարստացմանն են դեմ, այս է ամբողջ հարցը։ Առավել եւս Մագատեն պաշտոնապես հայտարարեց, որ Իսրայելը ոչնչացրել է կետեր, որոնք հայտարարված չեն եղել պաշտոնապես Իրանի կողմից, բայց հաշվի առնելով, որ այդտեղ տեղի ունի ռադիոակտիվ ֆոնի բարձրացում, դա վկայություն է, որտեղ այո իսկապես եղել են ուրանիումի հարստացման լաբորատորիաներ,
Սա լուրջ մեղադրանք է Իրանի հասցեին։ Հասկանում եք, հեսա մնացածը ձեր ասածը Իսրայելի կողմ դա գինն է, թե Իսրայելը ծանր գին կվճարի սրա համար, թե թեթև գին կվճարի, այդ ուրիշ հարց է։ Բայց որ Իսրայելը պատրաստ է անգամ ծանր գին վճարելու, հասկանալի է, որովհետև եթե դիմացին այդ քեզ սպառնում է ոչնչացնել, դու մասն ես տալիս ամբողջը փրկելու համար, այդ գինը միշտ էլ ավելի քիչ է, քան ամբողջը, որովհետև մասը ավելի փոքր է, քան հիմա հեսա Այո, ինչ որ բաներ ամենամեծ կորուստը Իսրայելի եղել է այնտեղ նավթի զտարանի եւ երկու բանը։ Մնացածը շենքեր են։ Դա 8-ին օր է դեռ, պարոն Պապյան։ Այն չեք, որ դեռ նոր։ Դե լավ, 8-ին օրը, չէ, բայց այսպես է, չէ, ցանկացած օր ավելի շատ բան է Իրանում ոչնչացվում, քան Իսրայելում։ Սա հստակ էս չէ, իհարկե, չէ, նաեւ տեսեք, ամենակարևոր խնդիրը հետևն է, Իսրայելը չի զրկվում իր ամենակարևոր բանից, ինչպես Իրանը։ Իրանը զրկվում է ատոմային ծրագրից։ Դուք պատկերացրեք մի վիճակ 70 թվականի հեղափոխությունից հետո երկու նպատակ է Իրանը ունեցել։ Մեկը դա իսլամի հեղափոխության արտահանումն էր, եւ դա անում էր Հեզբոլայի, Համասի, Հութիների եւ բաների միջոցով։ Այսօր ուր են նրանք։ Բոլորին արդեն ոչնչացրել է Իսրայելը։ Եվ դրա այդ ընթացքում ցույց տալի, որ հաջորդ թիրախը լինելա Իրան չկան, անգամ Ասադը չկա։ Մյուսը, այսինքն այդ հաջորդ մյուսը ատոմային ծրագիրն էր։ Ատոմային ծրագիրը արդեն առնվազն մի 20 տարի հետ անգել։ Որտեղ այսօրվա վիճակով ինչ որ ոչնչացվել է, Իրանին տարիներ եւ միլիարդներ է պետք լինելու վերականգնել։ Իսրայելին հակառակը Իսրայելը երկու ամսվա ընթացքում այս կորուստները կվերականգնի, մի քանի շենք կքանդվեն, մի քանի բան էդի խնդիր չի, ինքը շատ արագ կանի։ Ի վերջո պետք է հասկանալ, որ այն հարտիրները եւ դրոնները, որ գալիս են, դրանց մի զգալի մասը տեղ չհասնում, այո, հասնում են։ Եվ Իսրայելի տեսակետը շատ պարզ է։ Ես չեմ կարող ստեղծել այնպիսի համակարգ, որ 100%-ով ոչնչացնեն բոլոր հրթիռները։ Հիմա այդ 20%-ը որ տեղ է հասնում, վատագույն դեպքում շենք է քանդում, ինչ որ մի բան անում։ Բայց եթե դա լինի ատոմային մարտագլխիկով, իմ երկրի կեսը կգնա։ Հետևաբար ես ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի Իրանը չունենա ատոմային զենք։ Լավ, տարածաշրջանի դասավորումները Իսրայել, Թուրքիա նույնպես դե մենք էլ ենք այդտեղ Հայաստան, Իրան, Թուրքիա, Իսրայել, Ադրբեջան, Իրան, Ադրբեջան եւ էլի նորից գուցե այստեղ փակագծերում նորից Էրդողան, Փաշինյան գուցե այս հարցերն են, ոչ թե գուցե հաստատ այս հարցերն են քննարկվել։ Վերադասավորվում են ուժերը, փորձում են հասկանալ ինչ է վաղվա օրը բերելու եւ ինչպես վաղվա օրվան դիմակայել։ Այս սրահում մենք առիթ ունեցել ենք, ես նշել եմ, որ Բալկաններից հետո, որտեղ 90-ականներին տեղի ունեցան մի շարք պատերազմներ եւ վերադասավորություններ, հաջորդ հերթը Միջին Արևելքն է։ Եվ այդ Միջին Արևելքի փոփոխությունները մեզ համար հնարավորություններ են բացելու եւ մարտահրավերներ։ Հնարավորություններ եւ դրա համար այդ Ուլսենյան իրավարարվեցի այդ հնարավորությունների շարքումը դու պիտի ստեղծես այդ հնարավորությունը, որ դա օգտագործես։ Ես ստանալուց հետո պահես գոնե։ Պահես, ստեղծես, խոսաս եւ այլն։ Հիմա ոչ թե ստանաս ու մի քանի րոպե առաջ ես նշեցի, որ ադրբեջանա-թուրքական զորավարժություններ են Նախիջևանում եւ նշեցի, որ Հայաստանի դեմ են եւ ոչ միայն, այդ ոչ միայն նաեւ Իրանն է եւ պատահական չի, որ Իրանը այնտեղ հսկայական ցամաքային զորքեր է պահում։ Այստեղ հասկանանք Իրանի թուլությունը Իսրայելի նկատմամբ դա ռազմաօդային խնդիր է։ Ցամաքային պատերազմի դեպքում Իրանը հեշտությամբ կախտեր Իսրայելին, բայց Իսրայելը լավ է հասկանում, որ երկրներ կան։ Հիմա այն մյուս գիշատիչները Թուրքիան ու Ադրբեջանը ատամները սրած սպասում են այս պատերազմի արդյունքին։ Արդյոք Իրանը այնքան կթուլանա, որ իրանք կարողանան հարձակվեն եւ ինչ որ մի բան փոքեն տանեն։ Այսա մեզ համար, այրիս համար ամենավտանգավոր պահը եւ արևմուտքը հասկանում է, արևմուտքը չի ուզում Իրանի բացարձակ թուլացում, արևմուտքը ուզում է Իրանին զրկի ատոմային զենքի հնարավորությունից, բայց ոչ Իրանի տրոհումն է ուզում, ոչ էլ Իրանի շատ թուլացումը, որտեղ Իրանի թուլացումը վերելու է տարածաշրջանում հավասարակշռության խախտման եւ օրինակի համար նույն Թուրքիայի դերի շատ ավելի բարձրացում։ Պատմականորեն միշտ Թուրքիան եւ Իրան իրար հակակշռել են, սկսած դեռ 1502 թվականից այդ շիիզմի պետականացումից հետո Իսմայել առաջինը այդ ամբողջը կա։ Այստեղ խնդիրը սա է, եթե հաջողվի
ըստ արևմուտքի տեսանկյունը հետևյալն է եւ կարծես դառնել Նեղություն արևմուտք, քանի որ հիմա մի քիչ տարբեր ենք ընկալում եվրոպական արևմուտք եւ Միացյալ Նահանգներ, Եվրոպայի մասին է խոսքը, Միացյալ Նահանգներ, թե եւ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները վերաբերում այն ինչ դուք ասում եք։ Երկուսը այդ առաջերտին Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգները բացարձակ հզորագույն ռազմական ուժն են եւ առանց իրանց որևէ խնդիր չի կարող լուծել։ Միջին արևելքում զենքի օգտագործումը շատ կարեւոր է։ Եթե հաջողվի պարտադրել Իրանին, որ նա հրաժարվի իր ատոմային զենքի ծրագրից, ոչ թե ընդհանուր ատոմային, այլ ատոմային զենք, որը գնում են, եւ ինչ որտեղ ռեֆորմիստների ավելի մեղմ իշխանություն կա, ասենք նույն Ռոհանին վերադառնա, Զարիֆը բան, որոնք շատ ավելի կողմնակից են արևմուտքի հետ, եւ Իրանը ճանաչի ՄԱԿ-ի բանաձևը Իսրայելի ստեղծման մասին շատերը մոռանում են, որ այս կոնֆլիկտի հիմքում նա է, որ Իրանը չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը, թե ժամանակին ճանաչել է եւ սերտ հարաբերություններ է ունեցել։ Այսինքն ինչի է Իսրայելը հարձակվում Իրանի վրա։ Ասենք գժվեց հարձակվեց, չէ, որտեվ Իրանը ամեն կենտ օրերին ասում է ոչնչացրելու եմ Իսրայելը, զույգերն էլ ասում է ծովն եմ տապելու բոլորին։ Սա է պատճառը, այսինքն հիմա ինչի է Իսրայելը լավ հարաբերություններ սաուդցիների հետ, եգիպտացիների հետ, արաբական միացել, որտեվ ճանաչում են գոյությունը, բանն անում։ Սա է հարցը։ Այնտեղ միակ խնդիրը, որ կարող է շարունակի մնա, դա Գոլանի բարձունքներն է Սիրիայի հետ, որտեղ դա ջրի պաշարի խնդիր կա եւ այլն, այդտեղ ուրիշ է, բայց դա Սիրիայի հետ հարց է։ Անկամ Սիրիայի հետ տեսեք, այսօր Սիրիայում մի վարչախումբ է ստեղծված, որը բավականին, այսպես ասած, դրական չասենք, որ թշնամական չի արտահայտվում Իսրայելի նկատմամբ, բայց Իսրայելը շարունակում է ռմբակոծել ու գնդակոծել ու ոչնչացնել այդ նոր վարչախմբի ռազմական հնարավորությունները, որտեղ Իսրայելը ունի դարափորձ, ասում է, ես իր բարի դրացիական հայտարարություններով չպետք է բավարարվեն։ Ես պիտի հասցնեմ այդ ռեժիմին նորի, որ ինքը չունենա բավարար զինված հնարավորություն ինձ սպառնալու համար։ Շնորհակալ եմ, ունենք մի քանի հեռախոսազանգ, երևի մեկը ընդունեմ ձեր թույլտվությամբ։ Այո, բարև ձեզ, լսում եմ ձեզ։ Այո, բարև ձեզ։ Այո, բարև ձեզ, լսում եմ ձեզ։ Այո։ Ալո։ Ահա, լսում ենք ձեզ։ Ես եղավ 50 րոպե քիզի վրա եմ։ Այո։ Եվ կարծեմ ասիկա օրինավոր չէ 50 վարգանցի վտրած եք։ Ես խնդրում եմ, եթե հարց ունեք, հարցը ուղեք մեր հյուրին, հա։ Հարց է, ջաշակի հարց է։ Հարգելիս, դա կարելի է հաղորդումից հետո հարց ունեք։ Հարց ունեք։ Հիմա հարցում ես հետևյալն է բարոն Բաբյանին։ Այո։ Այո, սպասեցեք։ Մենք ձեր հարցն ենք սպասում։ Այո, բարոն Բաբյան, հետևյալ է հարցում ես։ Դուք Սևրի տաշնակիրի մասին դուք միշտ որ եկած եք Ամերիկա, ծերտասախոսություններու ընթացքին ասացեք, որ կորձուն է ուժի մեջ է Սևրի տաշնակիրը։ Ինչպես մենք կորձի կրնանք տնել այդ Սևրի տաշնակիրը, ուրեմն երկրորդ հարցս գիտել է հետևյալը։ Դուք գսեք Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ռուսական ինչպես կրնանք գսել կորձակալները, իմաստով կամ ուրիշ բարև կրնանք կորդածել։ Բայց ինչ որ գտեսնամ Նիկոլ Փաշինյանը կփորձի հեռանալ ռուսերեն, ինչպես որ սահմանի զինվորներուն հեռացուց, ասոն գտցնե, որ ինքը կփորձի ռուսիային հեռանալ։ Իսկ մյուսը ծեր Թեբեր որ գսակ ինչու գսակցություն չեք սեր ծեր խումբի անունը։ Շնորհակալություն։ Սկսեմ վերջից, որտեղ շատ հեշտ է ավելի, ազգային ժողովրդական բևեռ կուսակցություն է, բևեռերը, որտեղ երբ որ մենք սա ստեղծում ենք, չենք ուզում որպես կուսակցության հանդես գալ, այլ այդտեղ ազգային եւ ժողովրդական ուժերը, մենք տարուկես ունենք ոչ թե խորհուրդ, այլ նախաձեռնող խումբ, դիմել ենք շատերին, նրանք ովքեր եկան միացան մեզ, դա ստեղծվեց։ Իսկ կուսակցություն ենք, որտեղ օրենսդրությունը պահանջում է, կուսակցությունները կարող են միայն մասնակցել ընտրություն, սա մեկ։ Մյուս հարցը նաեւ
որ առաջի հարցը, որ ես Սևրի պայմանագիր ինչպես կարող ենք, ես ավելի շատ խոսել եմ Ուիլսոնի իրավարար վճռի մասին, որովհետև դրանով է սահմանը որոշում, կարող է եւ իմ պարզապես ժամանակն ու հնարավորությունները չի ներում դրանով շատ ավելի զբաղվելու խոսքը դա հնարավոր է այսպես ժամանակին 1927 թվականին երբ որ հարց բարձրացվեց ամերիկյան սենատում հաստատել 1923 թվականի օգոստոս 6-ի դիվանագիտական հարաբերությունների Թուրքիայի հետ վերահաստատման պայմանագիրը դա մերժվեց պատճառով որ իրավարար վճիռը ուժի մեջ է սա անտեսելով այսինքն սենատի այս որոշումը անտեսելով պետքարտուղարությունը այնուհանդերձ գնաց հարաբերությունների հաստատման ճանապարհը հետեւյալն է որ ամերիկյան հայցվորը, այսինքն ով որ տուժել է, ամերիկյան դատարանում բարձրացնենք հարցը սենատի անունից կամ մի որևէ սենատորի անունից ընդդեմ պետքարտուղարության, որ նա ոտնահարել է պետական որոշումը, դրանով այս հարցի վերաբերյալ ստանալ ամերիկյան դատարանի որոշում որ իրավարար վճիռ, այսինքն որ խախտել է պետքարտուղարությունը իր իրավունքները գերազանցել, այսինքն իրավարար վճիռ ուժի մեջ է, ապա դիմել գերագույն դատարան պահանջով որպիսի Միացյալ Նահանգները իրենց պարտավորությունները կատարած են։ Սա ներամերիկյան գործընթաց է։ Ինչն է խանգարում այդ գործընթացին, որտեղ ժամանակի միջոցների պակասը եւ այլն դրա համար պետք է ասենք նստենք, ես այս ամբողջ բաներով չզբաղվեի, մի մեծ խմբի հետ նստենք տարիներով զբաղ, գիտեք, մի հատ դատական գործ ալնում 200-300 հատոր փաստաթուղթ ու բան ալնում։ Խումբ ունեք այս պահին։ Չէ, չունեմ, այս պահին սա մասին շատ սա բարդ հարց է։ Չի ստացվում որովհետեւ մարդիկ կան սեփական նախաձեռնությամբ այն թեման, որը դու սկսում ես մի քիչ բարձրացնել, մարդիկ կա սկսում են չարաշահել եւ օգուտի փոխարեն վնասել են տալիս եւ այլն։ Սա բան է, սա ավելի բան հարցաերկար, ամեն պարագային այդ ուղղությամբ աշխատանքը մենք տանում ենք, տարածում ենք, խոսում ենք, ասում ենք եւ որոշ շրջանակների հետ պետքա դեռ փակ աշխատել է սա այս բանը, հատկապես խոսքը գնում է այն, այսպես ասած, ազգայնական քրիստոնյա շրջանակների մասին։ Եվ երրորդ հարցը Փաշինյանը հեռանում է Ռուսաստանից։ Եթե Փաշինյանը հեռանում է Ռուսաստանից, ոնց է 95% զետն ու ծորենը առնում ենք Ռուսաստանից, այդ ոնց է շարունակում ենք մնալ ԵԱՏՄ հապկ եւ ինչով է հեռանում։ Ես ուզում եմ գործողություն դուք մի հատ վկայակոչեցիք Մեղրիից ռուս սահմանապահների հանելը։ Նախ նրանք դեռ ընտեղ են կներեք, հələ գնացեք նայեք ռուզոլկերն մի բան էլ այդ հեքիաթ է, ինչ վերաբերում է Զվարթնոցին, էլի հեքիաթ է, իրենք այնտեղ ունեն բոլոր մուտք բոլոր բաներին, տվյալներին եւ իրենք են դեռ կառավարում։ Մենք այդ դեպքերն ունեցանք, չէ՞ որոշ մարդկանց ցույց չտվեցին մտնել, բայց դա ցուցանիշ չի հեռանալու որ առնվազն այդ կազմակերպություններից դուպտի դուրս պարոն Միրզոյանը Արգոր Լավրովի արծի ժամանակ ասեց իրան հավատացեք ինչ չեք հավատում որ մենք չենք դիմել Եվրոմիության անդամակցելու համար մենք որևէ նպատակ չունենք վեկտոր փոխելու մենք չենք ուզում դուրս գանք ԵԱՏՄ-ից էլ բանը որն է ասես եթե իր քայլերով պրոռուսական է մի քանի հակառուսական հարցազրույց տալը մի քանի թերթի դեռևս իրեն չի սարքում ռուսների դեմ Եթե ամփոփում ենք 1 վայրկյանով, եթե այսպես նկարագրենք, դոփում ենք տեղում, գնում ենք դեպի առաջ, դեպի մեր խնդիրների լուծումը, թե հետ քայլ ենք անդադ, հետ քայլերով գնում ենք ավելի։ Վլադիմիր Լենինն ասում էր՝ մի քայլ առաջ, 2 քայլ հետ։ Հիմա մենք որտեղ ենք։ Մենք 2 քայլ հետ անում, մենք ավելի պրոռուսական ենք այսօր, քան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ Շնորհակալ եմ պարոն Պապյան այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Մոբդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանն էր մեր զրուցակիցը այսօր, զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։